վերջին արդյունքները Թիմ Գյումրի եւ Քարաքարում ամեն դեպքում ձեզ մտահոգում է, որ 26-ին, որքան էլ իշխանությունը վստահեցնում է, որ կրկին մեծամասնություն են կազմելու, ամեն դեպքում այս Թիմ ընտրությունների արդյունքները ձեզ մտահոգում է, որ 26-ին կարող եք եւ բացություն կրել մեծամասնություն չլինել։ Թիմ ընտրությունների վերաբերյալ պետք է եւս մի քանի փաստ վերհիշենք, նախ ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը եւ հիշեցնում եմ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններից մի քանի ամիս անց եւ այդ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցրել երկրորդ տեղը 25 թվականին, այսինքն վերջին ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է իր հավաքած տոկոսներով եւ հավաքել է 36%։ Այնուամենայնիվ, կանխագուշակելով ձեր հարցը, ոչ առաջին դեպքում, ոչ երկրորդ դեպքում մեծամասնություն վերցնել չի ստացվել քաղաքացիական պայմանագրին Գյումրիում եւ դա մենք ընդունում ենք իգիտություն, ինչպես իգիտություն, բայց ավարտեն, բայց ինչպես եւ իգիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք իր դրական եւ բացասական կողմերով 26 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը, որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը։ Պարոն Ռուբինյան, ներողություն, Շոյ ջան, հարց եմ տալիս։ Ավականու արդեն անդամները ընտրելու են քաղաքապետ, կա որոշում, ի վերջո առաջադրվելու է քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, նիստին մասնակցելու է ձեր ֆրակցիան այնտեղի։ Ես կարծում եմ մեր խմբակցությունը հայտարարություն կանի որոշման վերաբերյալ։ Դուք նկատում եք Գյումրում Այո։ Յակոմ իսկի խմբի Գնանք, եթե կարելի է մենք հարցեր մենք տանք։ Պարոն Ռուբինյան, դուք ասում եք, որ 26 թվականին մասնակցելու եք ընտրություններին, բայց նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի խաղաղություն կբերի, դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայն եք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք բերել։ Դե ինքներդ լավ է որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետեւ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց ամենա խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Իհարկե եղել են վերջին օրերին էլ տեսել եք եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ կարելի ասել ամենահանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն ստորագրվի։ Ինչն է լինելու ընտրություններում մեր թեզը բնականաբար միայն մի թեզ չէ, որ լինելու է կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, բայց մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ եւ առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք։ Շուշի դեօկուպացիա անգամ լինելու է, պարոն խոստումներին Փաշինյանի անվստահություն կա հասարակության մոտ, գնահատում եմ, որ Փաշինյանի որևէ խոստում Դե սիրելի գործընկերներ, դա ձեր գնահատականն է։ Ես նույն կերպ հիշում եմ, ոնց էր 2021 թվականից, ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը, չգիտեմ, չունեն վստահություն, այնտեղ որներ են, Գելապ կար մի հատ, ասում էր Ռոբերտ Քոչյանն է հաղթելու, բայց 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովուրդը ինչ է իրոք մտածում։ Հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովուրդը ինչ է մտածում։ Կրկին ձեր բոլոր հարցերին իմ պատասխանը հետեւյալն է 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքը ինչ է մտածում, ինչ է ուզում։ Շուշի դեօկուպացիա լինելու է։ Խծաբերդուն չէ։ Մնացախում կոնկրետ ասում է, որ փոխնպատական պատգամավորները կան, մեկ օր այս գրակոչներից այգիդակ քնեն։ Տեսնենք այդ խաղաղությունը իրենց ձեռք է տալիս դուրեկան է։ Ընդհանրապես Ես ձեր հարցը չլսեցի ուղղակի։ Իրենք ասում են, որ փոխնպատական պատգամավորները կան այս գրակոչների տակ ապրեն, տեսնեն այդ խաղաղության մեջ կարող են ապրել։ Հարցը ձեր չլսեցի։ Կգնաք խնացախում մի գիշեր ապրելու, պարոն Ռուբինյան։ Մեր պատգամավորները ընդհանրապես երբեք էլ ոչ մի խնդրեմ չեն ունեցել որևէ տեղ գնալու, ժողովրդի հետ շփվելու, եւ ես վստահ եմ, որ մեր սյունեցի պատգամավորները դա անում են պարբերաբար։ Ռուբինյան 26 թվականի ընտրություններին Շուշի հադրութի դեօկուպացիա լինելու է ձեր նախընտրական ծրագրը։ Ոչ։